Ձմեռը որքան գեղեցիկ է, այնքան էլ վտանգավոր։ Եղանակային կտրուկ փոփոխությունները մեզ ստիպում են լինել ավելի զգոն, որպեսզի չհիվանդանանք, չմրսենք, չընկնենք, ինչպես նաև չստանանք կոտրվածքներ։ Հատկապես վերջինիս հետ կապված ամենահաճախ առաջացման պատճառը դա մերկասառույցն է։ Ընկնել, սահել, ստանալ կոտրվածքներ, անգամ շատ հաճախ ունենում են գլխի շրջանում տարատեսակ վնասվածքներ, այս ամենը կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ անկախ տարիքից։ Այս եւ այլ շատ པարզ միջոցների մասին այսօր կխոսենք, որոնք կօգնեն մեզ ինչ որ չափով խուսափել նման իրավիճակներում։ Ինչպես նաև խոսելու ենք այն մասին, թե ինչպիսի տրավմաների ենք հանդիպում հատկապես մերկասառույցի ժամանակ։ Պարզելու ենք նաև, թե որոնք են եւ ինչպես է անհրաժեշտ ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել մինչեւ մասնագետի ժամանումը։ Մեր հյուրերն են Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի ղեկավար Վազգեն Բեջանյանը, բարև ձեզ, եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյան։ Ողջույն Արթուր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ ձեզ տեսնում ենք այսօր մեր տաղավարում։ Եվ ամենաառաջին հարցը, դրսում ամենից հաճախ հանդիպող տրավմաները մերկասառույցի ժամանակ որոնք են ձեր փորձից ելնելով։ Տրավմաները բնականաբար տարբեր են լինում, կախված նրանից թե մարդը ինչ կերպ է ընկել։ Գերակշռում են իհարկե անկման ժամանակ, մենք ռեֆլեքսորեն օգտագործում ենք ձեռքերը պաշտպանվելու նպատակով։ Գերակշռում են մեծամասամբ ձեռքերի վնասվածքները, գերակշռում են ոտքերի, ոտքի կոտրվածքներ, մի քիչ ավելի բարդ պարագաներում դրանք կարող են լինել դիմածնոտային, ծնոտի, քթի վնասվածքներ, կարող են լինել գլխի վնասվածքներ եւ բարդերից իհարկե նաեւ ողնաշարի վնասվածքներ։ Բայց գերակշիռ մասը տարածված թե մեր շրջապատում, թե հասարակության մեջ գերակշիռ վնասվածքները դրանք ձեռքերի եւ ոտքերի կոտրվածքներն են։ Անգամ երբ սահում ես, չէ, առաջինը բնազդաբար ձեռքդ ես փորձում ինչ-որտեղ հարմարեցնել մարմնի ցանկը պահելու համար եւ սովորաբար լինում է որ գուցե ոտքը չկոտրեիր այդպես ընկնելուց, բայց ձեռքը վնասում ես։ Շատ բար։ Հարց ուղղեմ Վազգին, ինչպես ենք հասկանում, որ ունենք օրինակ կոտրվածք, այլ ոչ թե օրինակ սովորական կապտուկ, սալջարդ, այսպես ասենք, ինչպես կարող ենք տարբերակել բնականաբար մինչև որոշակի օբյեկտիվ հետազոտությունը, որ ունենք կոտրվածք։ Իրականում այդ պահին տեղում միանգամից հասկանալ հատկապես ոչ մասնագետի համար, թե դա կոտրվածք է, դա վերին վերջույթի կոտրվածք կլինի, թե ստորին վերջույթի, միանշանակ դա շատ բարդ է լինելու, որովհետև մենք պետք է հաշվի առնենք, որ առաջի պահերին ստացած վնասվածքի դեպքում դեռ տուժածը կարա կոնկրետ տարաձև արձագանքի ցավի նկատմամբ, հիմնականում դա կարա պայմանավորված լինի վնասվածքի ձևից, այսինքն եթե մենք ունենք բացահայտ վերջույթի անատոմիական դիրքի փոփոխություն, դա միանշանակ արդեն երևա որ կա վնասվածք, կոտրվածք, բայց շատ դեպքերում լինում է որ կոտրվածքը առաջանում է, բայց առանց տեղաշարժի եւ միանգամից տարբերակել որ դա կոտրվածք է չի լինում։ Առաջին օգնության մեր հիմնական գործունեությունն է, որ եթե մենք կասկածում ենք, որ կա դա կոտրվածք, անկախ նրանից կա կապտուկ թե այտուց, մենք ամենաառաջի պահին պետք է ենթադրենք, որ դա կարա եւ լինի կոտրվածք, կարա եւ կոտրված չլինի, ուղղակի սալջարդ լինի, բայց ամենայն դեպս իրան պետք է առաջից գործողությունը կատարել հենց կոտրվածքի սեմայով, այսինքն կատարել նախնական տվյալ հատվածի սառեցում, ինչ որ սառը բան տեղադրենք, որպեսզի մոտակա 10-15 րոպեն ցավը մեղմանա եւ ընդհանուր կատարվի արդեն անշարժացում։ Եվ նաեւ արդեն པարզ երևալու է բաց կոտրվածքները, որտեղ մենք ունենք փակ եւ բաց տեսակի կոտրվածքները։ Բաց կոտրվածքները միանշանակ արդեն արտակնապես ինքը կա բաց վերք եւ կա նաեւ արյան հետքեր, դա արդեն կերվա։ Իսկ փակերի դեպքում բավականին շատ դժվար է առաջի րոպեներին մանավանդ ոչ մասնագետի համար հասկանալ դա կոտրվածք է արդյոք թե ուղղակի փափուկ հյուսվածքի վնասվածք է առաջացել այդ պահին։ Ամենայն դեպս առաջի գործողությունը հենց այդ է, միանգամից մենք պետք է անշարժացնենք, հնարավորության դեպքում այդ պահին եթե ունենք ձեռքի տակ անհրաժեշտ պարագաներ եւ հնարավորության դեպքում կամ մենք տեղափոխենք հիվանդանոց կամ ուղղակի ահազանգենք շտապօգնություն, որպեսզի մասնագետները մոտիկանան դեպքի վայր։ Շատ լավ։ Փողոցում մարդը ընկել է, որն է այն առաջնային քայլը, որ պետք է անի կամ անձը, որ ընկել է, կամ նրան մոտ կանգնած ընկերը, անձը կամ ծանոթը։ Անձը որ ընկել է առաջին հերթին չպետք է տագնապի մատնվի, սովորաբար այս դեպքերում մենք ենթարկվում ենք պանիկայի, խուճապի, փորձում ենք ինչ-որ կտրուկ գործողություններ անել, միանգամից վեր կենալ, իսկ մարդն ով հասել է առաջին օգնություն ցույց տալու, առաջին հերթին պետք է տարածքը ուսումնասիրի, հասկանալու համար վտանգավոր չէ արդյոք թե իր, թե նրա համար ու տուժածի համար, որովհետև հաճախ լինում են դեպքեր, որ երթևեկելի գոտում, որ կարող է հենց այդ տարածքում օգնություն ցուցաբերելը լինել վտանգավոր թե տուժածի, թե իր եւ թե նոր տուժածների, քանակ
շարունակ ավելանալու նպատակով։ Առաջին կարևոր գործողությունը պետք է խոսել մարդու հետ, հասկանալ մարդը գիտակցության մեջ է թե ոչ։ Երկրորդը հասկանալ թե ինչ ցավ ունի, որ հատվածում ցավ ունի, ինչպես է զգում, վերջույթները կարողանում է շարժել թե չէ, եթե դու խոսք օրինակ ոտքի մասին կամ ձեռքի այս տաստակի հատվածում է, հա, ցավը մատերը կարողանում է շարժել թե չէ, ու միանգամից միշտ կա այսպիսի մի բան, չվնասելու սրբազան սկզբունքը ավելի լավ է լինի, հա, ահազանգը կամ, չգիտեմ, խուճապը անտեղին, բայց ահազանգել շտապօգնություն, քան օրինակ սովորաբար մենք հայերս ոչ ճիշտ։ Ես բան չի եղել, վեր կկենամ, փորձում են ինքնուրույն կանգնել եւ այլ ու ավելի են ծանրացնում վիճակը, բայց շատ կարեւոր է նաեւ միանգամից կտրուկ չհասնել մարդուն ու փորձել տեղաշարժել, փորձել ոտքի հանել, չէ՞, մենք սովորություն ունենք, միանգամից փորձում ենք կտրուկ մարդուն ոտքի հանել, դեպքեր կան, կոտրվածքներ կան, որ հենց բարձրացնելը արդեն իսկ մեծ խնդիր է եւ չի կարելի ուղղակի դա անել, դրա համար շատ կոնկրետ գործողությունների հերթականություն կա, հա, տարածքի ուսումնասիրություն, իրավիճակի գնահատում եւ բնականաբար այդ զրուցել, հասկանալ, տարիքը հասկանալ, որ տեղեկատվություն նաև փոխանցել շտապօգնությանը եւ միանշանակ իհարկե բժշկի դիմել։ Դա ամենակարևոր բանն է, որ մենք սովորություն ունենք, չէ, ինչ որ դե լավ ցավականցնի, փափուկ տեղն ականցնի ու sense բաներ, չէ, սրանք այլ մոտեցումներ են, սրանք սիրողական մոտեցումներ են եւ ավելի լավ է սխալվել ու լինել առողջ, քան փորձել ռիսկի դիմել ու վնասել թեկուզ կոտրվածքներ կան, որոնց հետևանքով կարելի է ոչ միայն վնասված օրգանը, այլ նաև մեկ բան էլ ավելին այլտեղ։ Դրանք կարող են ներքին առնահոսություններ պատճառ առաջացնել եւ որովհետեւ շղթայական խնդիրներին չփոխվեն, կարելի է ուղղակի դիմել շտապօգնությանը, հա, եւ մասնագետների արդեն թողնել գործը մասնագետներին։ Շատ բարի, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, նշեմ, որ այսօր մենք ունենալու ենք նաեւ կամավոր, սիրով կարող ենք հիմա տաղավար հրավիրել մեր կամավորին, Երազին, խնդրեմ։ Երազ այսօր մեզ օգնելու է, որպեսզի մեր մասնագետները ցույց տան, հա, թե ինչպես պետք է լինի ճիշտ առաջին բուժօգնությունը մինչև մասնագետի ժամանումը։ Եվ հաջորդ հարցս արդեն իսկ հնչեցնեմ, այ կա արդյոք տարբերություն վերին կամ ստորին վերջույթների կոտրվածքների ֆիքսացիայի մեջ, եւ եթե այո, ապա որոնք են դրանք։ Փորձենք նաեւ այս ամենը դեմոնստրատիվ կերպով ցույց տալ։ Այո, հիմա ցույց կտանք ընդհանուր տարբերությունը, այո, գլոբալ է, եւ վերին վերջույթի եւ ստորին վերջույթի։ Ստորին վերջույթի ժամանակ շատ դեպքերում հենց ֆիքսման կետ օգտագործվում է մյուս ոտքը, որպես հիմնական անշարժասով, քանի որ առաջին օգնության մեջ ասելով մենք հասկանում ենք հենց օգնություն ցույց տալ ձեռքի տակ այդ պահին անհրաժեշտ պարագաները ինչ որ մենք գտնենք, այսինքն մենք դեռ չունենք հատուկ առաջին օգնության այնտեղ պարագաներ, ֆիքսատորներ չկան, բայց կա այն ամեն ինչը փափուկ գործվածներ, կտորի գործվածներ, որով որ մենք կարող ենք այդ գործողությունը կատարել։ Շատ པարզ ձևով կատարվում է վերին վերջույթների անշարժացումը, մենք դա այսօր կցուցադրենք եւ նաեւ ստորին վերջույթին է այն ամենահաճախակի տարածված վնասվածքը, որ առաջանում է մերկասառույցների ժամանակ, դա վերին վերջույթի դաստակի եւ նախաբազկի վնասվածքներն է, շատ դեպքերում նաեւ կարող է լինել ուսահոդի վնասվածք, ինչպես նաեւ հոդախաղ եւ ստորին վերջույթներից ամենաշատ տարածված դա սրունքթաթ եւ սրունքի վնասվածքներն է կոտրվածքների դեսքով, որը որ էլի հանդիպում է։ Հիմա մենք դա կցուցադրենք ոնց ենք անշարժացումը կատարելու։ Հիմա ենթադրենք մենք ունենք վերին վերջույթի նախաբազկի հատվածի վնասվածք, ամենատարածված վնասվածքներից մեկն է եւ հենց հանդիպում է հիմնական հենց փակ կոտրվածքի տեսքով։ Ինչ դիրք են հիմնականում ընդունում այս պահին մեր տուժածները։ Ավտոմատ բնազդաբար իրանք արդեն ունենում են վնասված հատվածը մյուս ձեռքով ֆիքսելու տվյալ դիրքը, այս տակից իրանք ֆիքսում են, որտեվ ցած ընկնելու դեպքում արդեն իրանք զգում են ցավը եւ դա էլ արդեն իսկ նշանն է, որ կա այդտեղ կոտրվածք։ Ինչ մենք պետք է անենք հենց առաջի պահերին։ Քանի որ, այո, մեզ հիմնականում պետք է լինելու առաջի րոպեների ընթացքում նախ դες շփվել, ներկայանալ իր հետ, հասկանալ ցավի բնույթը, ոնց է տեղ ունեցել եւ մեկ կարեւոր հարց, ընկնելու ընթացքում դուք լսել եք կողմնակի ինչ-որ ձայն, այսինքն փայտի կոտրվածքի նման ձայն։ Դա հենց ամենակարևորն է, եթե իր մեծամասնությունը այդ ձայնը լսում է, նշանակում է այո, կա նաեւ կոտրված, որովհետեւ ինքը շատ նման է տվյալ այդ փայտի կոտրելու ձայն։ Եթե ինքը ասում է այո, լսել եմ նմանատիպ ձայն եւ հետո կտրուկ ցավ, նշանակում է արդեն մենք ունենք կոտրվածք։ Առաջին րոպեների ընթացքում մեզ պետք է տվյալ վնասված հատվածի վրա տեղադրել սառցեպարկ, սառը թռչոց, ցուրտ ձյան պայմաններում շատ հարմար է, մենք կարող ենք որևէ գործվածքով կամ պոլիէթիլեն տոպրակով արդեն ձյունը վերցնել եւ տեղադրել
տուժածի կողմից նշվող հատվածի վրա։ Մոտ 10-15 րոպե ընթացքում ինքը բավականին ցավը կմեղմացնի, տուժածի իրան համեմատական ավելի հանգիստ կզգա։ Հիշենք, որ առաջին օգնության մեջ չի թույլատրվում օգտագործել դեղորայք, այսինքն քաղաքացին իրավունք չունի այդ բային դեղորայք առաջարկի ցավազրկման ոչ մի տեսքով։ Միայն սառը սառցեպարքեր, սառը թռչոցներ եւ այլն այս տարբերակով։ Կֆիքսի ինքը, որից հետո մենք արդեն կնախապատրաստենք մեր ձեռքի տակ եղած պարագաները։ Այս պարագայում մենք ունենք օրինակ եռանկյունաձևեր, այս գործարքը բավականին շատ հարմար է նմանատիպ վնասվածքներն անշարժացնելու համար եւ ոչ միայն այս տեսակի վնասվածքները։ Ընդհանուր իրան կարող է փոխարինել ցանկացած ինչ-որ մի շորի գործվածք եւ շատ դեպքերում հնարավոր է հենց օգնողը իր հագուստը կամ մեկ այլ ուրիշին է որ ասում է որոշակի իմպրովիզացիաներ պետք է անենք, հասկանալով որ հիմնականում հենց այդ է։ Ինչ պետք է մենք անենք։ Ստանալ իրանից եռանկյունաձև այս տեսքը, որով որ մենք արդեն կատարելու ենք մեր ֆիքսման հատվածը։ Այստեղ շատ կարևոր բան է, պետք է մենք աշխատենք տուժածի ենթադրյալ վնասված վերջույթի կողմից, որ ավելի մենք մոտիկ ենք լինելու, ավելի հարմար է եւ ամենակարևոր գործողություններից մեկը միշտ աշխատել տուժածին լինելով դիմաց եւ համեմատական որքան հնարավոր է ցածր, որովհետեւ տուժածը իրան զգա ավելի հարմար եւ կոմֆորտ եւ ավելի անվտանգ։ Աշխատել թիկունքից ինքը շատ սխալ է, տուժածները իրանց մենակ են զգում եւ անընդհատ իրան կտրուկ շարժումներ են անելու, որպեսզի ձեզ տեսնեն։ Դրա համար հիմնական պետք է աշխատենք տուժածի դիմացից իր հետ արդեն հայացքով կոնտակտ ունենանք եւ ամենակարևորը միշտ շփվել տուժածների հետ, որտեղ իրանք սիրում են որ այդ պահին իրանց ուշադրություն ենք դարձնում։ Ինչ ենք անելու։ Մեր եռանկյունաձևը ունի անկյուն, գագաթ եւ հատակ հատված։ Գագաթային հատվածը ֆիքսելով մենք պետք է մի հատ գործվածքի նախնական չափսը ստանանք, որպեսզի տուժածի մեր վերջույթը ամբողջությամբ իդեալական ընդգրկվի գործածքի մեջ, որ ոչ ընթացքում կարճ ստացվի կամ մեծ չստացվի։ Ծալելով այդ հատվածը երկու մասով իրար, բերում ենք մատերի հատվածները, ֆալանգները նույնպես անցկացվում ենք եւ արմունկային ծալքի հատվածով ինչքան որ դուրս է մնում, այդ հատվածից ֆիքսում ենք։ Եվ այստեղ մի հատ ուղղակի սովորական կապ ենք գցելու։ Ստենց արդեն մենք ստանում ենք մեր տուժածի վերջույթի ընդհանուր երկարությունը։ Եվ երբ որ մենք արդեն գործվածը անցկացնենք, ինքը կարճ չի լինի, դուրս չի գնի եւ որ ասում մեր վիրակապը արդեն թույլ չի ստացվելու։ Որից հետո, քանի որ մենք ունենք կոտրվածք եւ կոտրվածքների ժամանակ չի թույլատրվում կտրուկ շարժումներ կատարել, որտեղ դա կարող է առաջացնել ցավ եւ հնարավոր նաեւ տուժածը ցավադիմացկուն չլինի, ինչ հետևանքով կորցնի նաեւ գիտակցությունը, որը որ էլի հաճախակի հանդիպում է նմանատիպ դեպքերում։ Ինչ ենք անելու։ Առանց տուժածի վնասված եւ առողջ վերջույթը ձեռ տալով, մենք երբ որ մեր մարմինը ձեռքերը ամբողջությամբ մոտիկ է, մենք ունենք այստեղ բնական է որ ասում փոսություններ։ Այո, այդ հոդափոսություններից օգտվելով մի հատվածը մնում է ներքև, կապը նայելու է դեպի դուրս, որով մենք արմունկն ենք ֆիքսելու։ Եվ մի անկյունը այդ փոսությունից ընդհանրապես մատերի օգնությամբ առանց իր ձեռքը շարժելու անցկացնում ենք ուղղակիորեն եւ զգուշությամբ բացելով հատվածքով բարձրացնում ենք իրան վերև վնասված վերջույթի ուսային հատված բարձրացնում ենք այնքան մինչեւ մեր այս կապը արդեն հասնում է ամրուկին, որից հետո մեզ պետքա որ գործվածքը ամբողջությամբ բացի եւ ընդգրկի եւ վնասված եւ առողջ վերջույթը եւ ելի առանց իրան կողմնակի շարժումներ կատարելով ֆիքսելով գործվածքի մի վերևի հատվածից եւ նաեւ ներքևից մարմնին կպած իրան սահեցնելով ամբողջությամբ գործվածքը բացում ենք մինչև մատերի շրջանը։ Բացում ենք, այստեղ ինքը ֆիքսված է, որից հետո արդեն մյուսը բերելու ենք եւ առողջ ուսային հատվածով բերում ենք դեպի պարանոց։ Բայց նրանով դեռ չենք ավարտում, ինչի որտեղ մեր առողջ վերջույթը դեռ մեջն է, ինը պետք է ազատել։ Ինչ ենք անելու։ Վերևի հատվածով մեկ ձեռքով ամուր կապերը ձգում ենք դեպի վերև, մյուս կողմից նայում ենք որպեսզի ինքը կապը լինի արմունկի հատվածում, մենք գալիս ենք եւ մեր մյուս ձեռքով ընդունում ենք քանից դիրք, տակից ամբողջությամբ ֆիքսում ենք իր վերջույթը, վերևից ամուր կապը պահում ենք եւ խնդրում ենք ինքը զգուշությամբ իր առողջ վերջույթը հանում։ Այդ ընթացքում մենք էլ ավելի ենք ձգում, որից հետո բերում ենք որպեսզի ինքը մատերը ամբողջությամբ ընդգրկված լինի, նայում ենք հոդագրպանիկը ճիշտ իր տեղում է։ Տուժածը կարող է նորից էլի մյուս ձեռքով արդեն գործվածքի տակից հանգիստ պահել։ Որից հետո արդեն վերևի կապը պետքա տեղադրենք։ Այստեղ ամենակարևոր բանը, որ հաճախակի նաև այդ սխալը կատարում են, որ կապը պետքա լինի բավականին ամուր, բայց չպետքա ինքը լինի անմիջապես մաշկի վրա, որովհետև դա հետագա կարող է հարել եւ նաև տուժածին ցավացնել։ Ինչ ենք անելու։ Եթե մենք ունենք մեր տուժածի մայկան ինքը բավականին
մեծ է, մենք կարող ենք իրան ծալել կամ եթե ունենք ձեռքի տակ մեկ այլ ուրիշ շորի գործված, կարող ենք տեղադրել պարանոցի եւ կապի հատվածում եւ բավականին ամուր ձգենք։ Եվ ամենակարևորը, որ այս կապը չպետք է լինի անմիջապես թիկունք ծոծորակին, այլ ինքը մի քիչ պետք է լինի դեպի կողքի հատված։ Դրանով մենք նաեւ կխուսափենք ընթացքում իր թուլանալու եւ սահելու հետ կապված խնդիրը։ Սովորական կապը, երբ որ մենք արդեն գծեցինք, ինքը արդեն ֆիքսված է նախնական։ Բայց սրանով մենք դեռ աշխատանքը չենք ավարտում, որտեվ այսպես մենք դեռ մի ձևով ենք անշարժացում։ Դիմաց խաղը դեռ ինքը կա, այսինքն տվյալ տուժածը տեղափոխման ժամանակ ինքը կարա էլի շարժվի եւ որ ասում վնասվածքը կցավա։ Դրա համար մեզ պետք է լինի մեկ այլ ուրիշ շորի գործվածք, կարա լինի արդեն ցանկացած ինչ-որ մի հագուստ, կարա լինի նաև շարֆ, այդ նմանատիպ տարբերակ եւ արդեն իրան ծալելով ուղիղ գծով ստանալով արեյո արդեն ուղիղ նմանատիպ գործվածք մինչև 10 սանտիմետր երկարությամբ ինքը բավական լինելու։ Մենք պետք է արդեն ֆիքսենք իրան այս հատվածով։ Ֆիքսելու ենք իրան էլի կենտրոնական հատվածը մեր այս կապային հատվածից դնելով եւ ամենակարևորը էլի շատ ուշադիր պետք է լինենք, որ մեր գործվածքը ինքը պետք է ամբողջությամբ գա վնասված վերջույթի վրայով։ Շատ դեպքերում անում են սխալ դեպքեր, բերում են ձեռքի վրայով եւ ինքը մնում է շարժուն էլի ձևաչափով։ Ինքը պետք է գա անմիջապես վնասված վերջույթի վրայով, մյուսը բերում ենք թիկունքով եւ մոտեցնում ենք արդեն մեր հաջորդ կողմի թևատակի տակ։ Եվ թևատակից մի քիչ դեպի թիկունք նայելով տեղադրելու ենք արդեն կապը։ Կապը տեղադրելու համար, որպեսզի հետագայում ինքը չթուլանա, խնդրելու ենք մեր տուժածը կատարելու մի հատ խորը շունչ եւ արտաշունչ։ Արտաշունչի պահին մենք արդեն ամուր ձգում ենք։ Սենց արդեն մկանները կրծքավանդակի ամբողջովին ինքը արդեն ամուր է ստացվելու եւ կապը մեր չի թուլանալու։ Որից հետո ստուգում ենք, ինքը ամբողջովին անշարժ է, մենք կարող ենք նորից էլի դե նախորդ այն սառցեպարկը մնում է, չենք հեռացնում, բայց եթե ինքը էֆեկտը թողի, կարող ենք էլի նորից վրայից մի հատ տեղադրել։ Սրանից հետո արդեն տուժածը նաև ինքը պատրաստ է տեղափոխման։ Իհարկե, պարտադիր մենք ունենք առաջնային զննում եւ երկրորդային զննում հասկացողություն։ Առաջնային զննման ժամանակ մենք ուշադրություն ենք դարձնում առաջնային են վնասված։ Դա գիտակցությունն է, գլխի հատվածի վնասվածքներ եւ այն ինչ վնասվածքը մենք այդ պահին կտեսնենք։ Բայց շատ կարեւոր է երկրորդային զննումը, որը որ շատ դեպքերում նաև չեն կատարում, որտեվ մարդը կարող ունենա մի ձեռքի վնասված եւ նրա ցավը լինի բավականին շատ ուժեղ եւ ինքը ուշադրություն չդարձնի, որ մարմնի իր ինչ-որ մի հատվածում ինքը եւս ունի վնասված, որը կարող է եւ այդ պահին լուրջ չլինի, բայց հետագայում կարող է եւ ինքը առաջացնի բարդություն։ Դրա համար պետքա տուժածին իհարկե իրանից թույլտվություն ստանալուց հետո կատարել ոտքից գլուխ զննում։ Սկսում ենք հիմնական գլխի հատվածից, հենց մազերի հատվածից, հատկապես եթե երկար մազեր կան, ուշադրություն դարձնել վնասվածքների դեպքում, ապա մյուս վերջույթների շրջանում եւ մինչեւ ոտքերով մենք ստուգում ենք, խնդրում ենք ինքը այդ ամեն ինչը շարժում է եւ հատկապես շատ կարեւոր է որովայնի շրջանում ստուգումներ կատարել, որպեսզի հասկանանք կարող ենք մենք արդյոք ունենանք ներքին արյունարության հետ կապված խնդիր թե ոչ։ Եթե այդ ամեն ինչը չկա, տուժածը կարող է նաեւ մեր հետ հանգիստ տեղափոխենք այլ ավելի անվտանգ եւ եթե դեպքը տեղի ունեցել հատկապես դրսում, արդեն տաք միջավայր, միջև արդեն մասնագետները կմոտիկանան դեպքի վայր։ Սա հիմնական հենց առաջնային գործողությունն է ձեռքի տակի ասպարագաներում միջև մասնագետի ժամանելը դեպքի վայր։ Անչափ շնորհակալություն այս շատ կարևոր ինֆորմացիայի եւ այս դեմոնստրացիայի համար, որը կարծում եմ շատ օգտակար կլինի նաեւ մեր հեռուստադիտողներին, եւ հաջորդ հարցը հետեւյալն է. այ ինչ է անում Կարմիր խաչը մարդկանց իրազեկելու այս ամենը սովորացնելու համար։ Այ շատ լավ նշեցիք սովորեցնելու համար, որովհետև ազգային ընկերությունը ունի այդ առաքելությունը, այո, մենք մի քանի մոդուլային տարբեր ծրագրեր ունենք, որի ընթացքում առաջին օգնության մասնագետներ են կարողանում պատրաստել եւ առաջին օգնություն հենց կարելի է այստեղ սովորել միջազգային բոլոր տեսակի ստանդարտներին համապատասխան եւ շատ կարեւոր է, որ առաջին օգնություն կարող է սովորել ցանկացած մարդ, շատերին թվում է, թե առաջին օգնություն ցուցաբերելու համար պետք է բժիշկ լինես կամ ունենաս բժշկական կրթություն, ոչ, հատկապես մեծ ընկերությունները, որոնք աշխատում են մի քանի 100 հոգի մարդ, շատ լավ կլինի գոնե աշխատակազմից մի քանի հոգի լինեն առաջին օգնության մասնագետներ, մեկը մյուսին օգնություն ցույց տալու համար։ Իսկ հենց այդ նպատակով կարելի է դիմել ազգային ընկերության, իսկ ազգային ընկերությունը իրականացնում է նմանօրինակ դասընթացներ, բնականաբար վերջում տրամադրելով իհարկե միջազգային ստանդարտներին համապատասխան հենց միջազգային լիցենզիա, ոչ տեղական, որը իդեպ ասեմ տարածաշրջանում միակն է, միակ Կարմիր խաչն է եւ միակ կազմակերպությունն է, որ տրամադրում է ամբողջ տարածաշրջանում միջազգային լիցենզիա։
Անչափ Մենք շնորհակալություն։ ենք ձեզ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ համոզվեցինք, որ մերկասառույցի պայմաններում ամենասովորական անգամ ընկնելը կարող է բերել լուրջ տրավմաների։ Ինչպես նաև պարզեցինք եւ համոզվեցինք եւս մեկ անգամ, որ ժամանակին ցուցաբերված ճիշտ առաջին օգնությունը կարող է կանխել հնարավոր բարդությունները։ Ինչպես նաև եւս մեկ անգամ եկեք շնորհակալություն հայտնենք մեր այսօրվա հյուրերին, Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի ղեկավար Բազգեն Բեջանյանին եւ նույն ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանին եւ իհարկե մեր կամավորին, Երազին այս շատ կարևոր առաքելության համար։ Եվս մեկ անգամ ձեզ շատ շնորհակալություն այս շատ կարևոր եւ ինֆորմատիվ հաղորդման համար։ Մենք ենք ձեզ շնորհակալ, միշտ պատրաստ, որովհետեւ հասարակությունը ունի այդ գիտելիքի պակասը։ Իսկ մենք պատրաստ ենք լրացնելը։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, հիշեք, որ խոճապը նման իրավիճակներում չի օգնում, այլ օգնում է միայն գիտելիքը։ Այնպես որ հետևեք մեր հաղորդմանը եւ եղեք տեղեկացված։ Իսկ այժմ շարունակում ենք մեր հաղորդումը խորհուրդ մասնագետից էջով։